Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Փաշինյանն այցելել է Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին։ Փաշինյանը նաև այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող Elevate AI արհեստական բանականության գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է։ Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։ ՆԱՏՕ-ն ձգտում է հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Նրա կարծիքով Հայաստանի այս մոտեցումը չի ծառայում երկրի երկարաժամկետ անվտանգությանը։ Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է, դատավորներն անցել են որոշման կայացմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայ գերիները իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված մեղադրանքներին։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Վիոլա ջուր ընկերությունը շարունակում է փուլ առ փուլ վերակառուցել ջրամատակարարման համակարգերը։ Հերթը Արարատի մարզի Զորակ, Արևշատ և Լանջասատ համայնքներինն է, որտեղ առաջիկա 1 տարվա ընթացքում կիրականացվեն 274 միլիոն դրամի ներդրումային աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետը ծանոթացել է կատարված և ընթացիկ աշխատանքներին, ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան։ Վարչապետը շրջել է տարբեր գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ գործակցությունը և միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով։ Փաշինյանը նաև այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող Elevate AI արհեստական բանականության գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է։ Նա շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին։ Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է $150 միլիոն, որից շուրջ $70 միլիոն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար, սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 մեգավատ է, որը ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասնել 40 մեգավատի։ Գործարկումից ընդամենը 1 ամիս անց առկա հզորությունը ամբողջությամբ ամրագրվել է, արտացոլելով Հայաստանից և միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։ ՆԱՏՕ-ն ձգտում է հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ցանկությունը հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով, ասել է Վասիլևը։ Նա հավելել է, թե Հայաստանի ներկայիս ղեկավարության այս մոտեցումը անշուշտ չի ծառայում երկրի երկարաժամկետ անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Իրանի և Հայաստանի պաշտոնյաները ընդգծել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական մեհերը, հավելելով, որ պաշտոնյաները պնդել են, թե Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի լիարժեք ակտիվացումը զգալիորեն կմեծացնի առևտրի ծավալը։ Ըստ աղբյուրի, տարածաշրջանային տրանսպորտային դիվանագիտության ակտիվացման շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի, նաև Իրանի ճանապարհաշինության և տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի մասնակցությամբ։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործակցության զարգացման ուղիները, ընդգծելով տարանցիկ ենթակառուցվածքներն ամրապնդելու և առկա խոչընդոտները վերացնելու հաստատակամությունը։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր և ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Արնոլդ Բլեյանի հետ։
Բարեկո Պամբլյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, միշտ սիրով։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները, թեպետ շաբաթը բավականին հագեցած էր, ինչպես միշտ վերջին շրջանում, տարածաշրջանում, բռնկումներ են կարծես սկսում Միացյալ Նահանգներ, Իրան, Ռուսաստանը դե բնականաբար միշտ Ուկրաինայի հետ խնդիրներով, բայց ուզում եմ անդրադառնանք Ռուսաստանի Դաշնության նախագահի վերջերս արված մի հայտարարության եւ դրանից բխող արդեն տարածաշրջանին կանդրադառնանք։ Սանկտ Պետերբուրգում տնտեսական ֆորումի հերթական ֆորումի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մի փոքր անհասկանալի, շատերիս համար գուցե ոչ ընկալելի հայտարարություն արեց, ասելով, որ վաղ թե ուշ Ուկրաինան այն հողերը, որը դեռ Իոսիֆ Ստալինն էր նվիրել Ուկրաինային իբրև թե հանձնելու է Լեհաստանին, հանձնելու է Հունգարիային եւ Ռումինիային։ Ինչ էր ուզում ասել սրանով Պուտինը, փորձում էր դրանով կապիտուլյացիան Ուկրաինայի ըստ իրենց ներկայացնել արդեն վերջնական, թե այլ մեսիջ էր այն իր մեջ պարունակում, խնդրեմ։ Դա մեսիջ էր ազգայնական ուժերին Ռումինիայի, Հունգարիայի եւ Հունգարիայի եւ Լեհաստանի, որ այդ տեսակ եկեք մենք բաժանենք այս ուկրաինական հողերը իրար մեջ եւ բոլոր շահած դուրս գանք։ Բայց վստահաբար մենք տեսանք, որ թե Լեհաստանը, թե Հունգարիան, թե Ռումինիան մերժեցին այդ ծրագիրը, որովհետեւ Եվրոպայում այլևս տարածքներ չեն բաժանվում, աշխարհագրությունն արդեն գրված է, Ուկրաինան ունի այն տարածքը, որն ունի, ու ինչ է նշանակում Լենինին նվիրել։ Եթե դու խոսում ես ներողություն Ստալինը նվիրել, եթե դու խոսում ես այն նրանից թե ինչ է նվիրել Ստալինը, իսկ ինչու՞ չես խոսում թե ինչ է նվիրել Լենինը, իսկ ինչու՞ չես պատմական արդարացություն բարձրաձայնում եւ խոսում թե օրինակ ինչ տեղի ունեցավ, ով նվիրեց Նախիջևանը, Ադրբեջանին, Արցախը, Ադրբեջանին, դե եկեք խոսենք Կարսը Թուրքիային եւ այդպես շարունակ։ Ինչու՞ չեք խոսում, պարոն Պուտին, այսինքն ինչ է նշանակում, երբ ձեզ ձեռք է տալիս, խոսում եք, ինչը ձեզ ձեռք չի տալիս, չեք խոսում։ Չէ՞ որ դուք եք ասում, որ դուք պաշտպանում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ համաձայն միջազգային իրավունքի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի, անբաժանելի մասն է, դուք դա ասել եք 2020 թվականին, դուք դեռ 2007 թվականին Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցիք, որտեղ պաշտպանում եք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչում եք Ադրբեջանի կազմում, բայց ժամանակ չէիք հիշում Լենինն ինչ էր արել։ Իսկ ինչու եք հիմա հիշում, թե ինչ է արել Ստալինը։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, որովհետեւ դուք ճահճի մեջ եք ընկել, այն անմարտկային պատերազմը, որ Պուտինն ինքնագլուխ սանձազերծել ուկրաինացի ժողովրդի եւ Ուկրաինայի դեմ, անընդունելի եւ իրենք պարտվում են այդ պատերազմը, որովհետեւ այդ պատերազմը եկել է Ռուսաստան, այդ պատերազմը եկել հասել է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, այդ պատերազմը գնացել հասել է Սիբիր եւ նա չի կարողանում այն կանգնեցնել։ Նրանք ամեն անգամ միջոր փուճիկներ են մատնանշում, կախվում են փրփուրներից, չկա այլևս, իրենք արդեն իսկ ռազմավարական պարտություն են կրել, իրենք շատ են խոսում, նույն Պուտինն ասում է, որ արևմուտքը փորձում է ռազմավարական պարտության բերել Ռուսաստանին, բայց դուք արդեն իսկ պարտվել եք, որովհետև մոտ 400,000 ռուսաստանցի զինվոր է սպանվել, ել չասած, որ 1 միլիոնից ավել վիրավորվել է։ Բայց այդուհանդերձ Պուտինը չի նահանջում եւ ասում է, որ ոչ, շարունակվում է պատերազմը, որտեղ է տանում այս պատերազմը։ Ախր նա այլևս հասել է մի կետի, որ նա հետքայլի իրավունք չունի, եթե կհիշեք, էլի վերջերս նա խոսում էր, թե բա ինչ ենք անելու, երբ այսպես կոչված SVO-ն հատուկ ռազմական օպերացիան կանգնի, քանի որ մենք արդեն այնքան ենք դրան ընտելացել, որ չենք պատկերացնում, թե ինչ ենք անելու դրանից հետո, ես բառացի ցիտում եմ Պուտինի խոսքերը։ Եվ նա ժպտում էր, եւ նա ծիծաղում էր։ Հիշեցի, երբ Ռոբերտ Քոչարյանը ժպտում էր եւ ծիծաղով շփտում էին իրեր, ինչ-որ բան էին շփտում Վլադիմիր Պուտինի հետ, երբ նա դեռ վարչապետ էր, Վազգեն Սարգսյանի այդ սպանությունից հետո, այդ հուարկավորության ժամանակ, այդ հոգեհանգստի ժամանակ։ Այսինքն ինչ են ասում այդ ցինիկ վարքագիծը, այդ սուտախոսությունը, որ անընդհատ մենք լսում ենք Ռուսաստանին, թե նախագահի, թե այլ պաշտոնյաների եւ պրոպագանդիստերի շորտերից, իրենք ինչ են ուզում ասել։ Իրենք ուզում են ասել մի բան, որ Վլադիմիր Պուտինի համար պատերազմի դադարը, նույնիսկ հրադադարը, դա անընդունելի է, որովհետեւ դրանից հետո 1 միլիոնից ավել այդ մարդիկ զինվորները պետք է վերադառնան եւ մենք տեսնում ենք արդեն իսկ այն վերադարձածները ինչ խնդիրներ են ստեղծում եւ նա խնդիր չունի, նա լուծում չունի, թե ինչպես տնտեսական խնդիրները լուծի, որովհետեւ եթե հրադադար եղավ, դա դեռ չի նշանակում, որ սանկցիաները կավարտվեն եւ նա նորից կընդգրկվի շահեկան վիճակում դուրս կգա տնտեսական պրոյեկտների մեջ։
Այսինքն Վլադիմիր Պուտինն այսօր ունի ռազմավարական հեռանկար Ռուսաստանի Դաշնության տնտեսության համար, սոցիալական հարցերի խնդիրների լուծում ունի Վլադիմիր Պուտինը, ընդհանրապես իշխանությունը ունի, եւ իրենց համար այդ պատերազմի շարունակելիությունը անկախ նրանից, որ օրական, գիտեք, քանի հոգի մարդիկ են մահանում, սպանվում Ռուսաստանի զինվորների կողմից, եւ նույնիսկ եթե արդեն քաղաքացիական ներողություն քաղաքացիական նշանակության օբյեկտներ են ոչնչացվում, հա, ինչպես օրինակ Վալդբերիզի այդ նրանց բավականին տնտեսական լուրջ բլոկներ, որ այո Իրեն չի հետաքրում դա, խնդիր չի։ Денег нет, но вы держитесь։ Հիշում եք Դմիտրի Մեդվեդևի այդ հայտնի հայտարարությունը։ Կինցինիկ շատ։ Դե հիմա բենզին չկա, բայց դուք ձեզ սպահեք, ապրանք չկա, դուք ձեզ սպահեք։ Դե էդ է։ Տեսեք, նույն շարունակությունը իհարկե դուք նշեցիք, բայց ես եւս մեկ անգամ հիշեցնեմ ու հավելեմ, որ այսինքն Ռուսաստանի Դաշնությունը, նախկին կայսերական Ռուսաստանը բավականին շռայլ նվերներ է արել, հա, այսպես ասած բոլորին, ինչպես դուք նշեցիք, նույն դեռ չհուղարկավորված Լենինը եւ հայակեր Ստալինը, ինչու եմ նշում հայակեր, որտեվ հայ մտավորականության 90%-ը հենց իր ձեռամբ եւ իր տարիներին ուղղակի ոչնչացվեցին մտածված։ Նույն Նախիջևանը, նույն Արցախը նվիրեցին, Կարսը նվիրեցին թուրքերին եւ ինչքան ժամանակ են դեռ նրանք իրենց այսպես դրսևորելու։ Չկա այն հասարակական ուժը, այն զանգվածը, որ հասունացել է եւ պետք է ասի բավական է։ Ռուսաստանի ներսում։ Ես չգիտեմ, դժվարությամբ կպատասխանեմ այդ հարցին, համանդեպս այն շարժիչ ուժերը, ովքեր կարող էին գեներացնել նման զանգվածներ, սպանվել են, Բորիս Նեմցովն է սպանվել, Նավալնին է սպանվել, մնացածներն են սպանվել, բանտարկվում են, հեռացվում են։ Ես վերջերս օրինակ կարդում եմ Միխայել Կասյանովին, որը կարող էր այդպիսի ուժ ձևավորել, բայց նա էլի փախած է, նա Ռուսաստան չի կարող վերադառնալ։ Բայց ռուսաստանցիների մեծամասնությունը ցավոք իրենք ունեն այդ կայսերապաշտական այդ հիվանդագին մոտեցումը, որ Ռուսաստանը պետք է ունենա ցար, որ Ռուսաստանը թարապես ոչ երբեք եղել է ժողովրդավարական, ոչ էլ իրենք ձգտում են լինել ժողովրդավարական, իրենք ուզում են շարունակել ունենալ ցար, որը պետք է ընդլայնի տարածքներ, հողեր նվաճել, նա պետք է նվիրաբերել, հետո ասել, որ մենք նվիրեցինք, հիմա դուք դա չեք ունենա։ Բաժանիր, որ իր սկզբունքի համաձայն միջազգային խնդիրներ առաջացնի, միջէթնիկ խնդիրներ առաջացնի, հետո այդ կոնֆլիկտների վրա սնվելով նա կարողանա տիրել, ինչպես նա արեց Աբխազիայի, Օսիայի, Լեռնային Ղարաբաղի պարագայում, ինչպես նրանք ցանկանում էին Սյունիքում նման մի իրավիճակ ստեղծել, որովհետև երբ կարծես թե լուծվեց, հա, այսպես ասենք, Ղարաբաղյան կոնֆլիկտը, իրենց նոր կոնֆլիկտ էր, եւ այդ կոնֆլիկտը պետք է լիներ արդեն Սյունիքում, Մեղրիում մասնավորապես, որպեսզի այնտեղ գային մեզ փրկեին եւ ադրբեջանցիները գրավային ինչ-որ մի տարածք, իրեն գային տեղակայվեին որպես գարանտ պաշտպան այսպես ճակերտների մեջ եւ հետագայում նորից մենք ընկնեինք կախվածության մեջ հանուն Սյունիքի, Ադրբեջանը ընկներ կախվածության մեջ էլի հանուն Սյունիքի։ Հետո կանգներ Ադրբեջանին ասել, որ մենք ձեզ նվիրեցինք Արցախը, Նախիջևանը, դա մեր նվերն էր ձեզ, հա։ Տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ նույն բանն է եղել։ Ախր ես զարմանում եմ, որ դեռ մեր հասարակությունում դեռ հարցեր են առաջանում, թե ինչ է անում Ռուսաստանը կամ ինչու է դա անում, դա 100 տարիներ շարունակ կամ այն ուժերը, որոնք պահանջում են Լեռնային Ղարաբաղը ազատագրել Ադրբեջանից եւ իրենք հավատարիմ են Ռուսաստանին, ես չեմ հասկանում։ Այսինքն դուք Ռուսաստանից պետք է պահանջեիք Լեռնային Ղարաբաղը, ո՞նց եք դուք սատարում Ռուսաստանին եւ պահանջում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Եվ վերջապես չմոռանանք, որ ռուս խաղապահների անմիջական քթի տակ էթնիկ զտում տեղի ունեցավ եւ նրանք բոլորը լուռ հետևում էին։ Ռուս խաղապահները եւ փողոցային շները։ Սպա մեր դիտորդների համար ցիտեմ, շեշտեմ, որ այսօր միջազգային հանրությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մաս, ոչ թե որովհետև Ադրբեջանը հաղթել է 2020 թվականի պատերազմում կամ էթնիկ զտումը իրականացրել 23 թվականին, այլ որովհետև դեռ Լենինի ժամանակ այդպես տեղի ունեցավ եւ անկախացան այդ պետությունները արդեն Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի կազմում։ Եվ միջազգային հանրությունը ՄԱԿ-ը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Մենք փորձում ենք այս քանի տարիների շարունակ ինչ-ինչ բաներով, մեխանիզմներով փորձել անկախացնել, միացնել Հայաստանին, չգիտեմ, տարբեր ժամանակներում տարբեր ուժեր, նաև տարբեր բաներ են ցանկացել։ Բայց միջազգային հանրությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղը 91 թվականից սկսած Ադրբեջանի մի մաս։ Հա ունեցել են հարցեր, հայերի իրավունքներ եւ այլն եւ այլն, դե իրավունքները ամենտեղ էլ կան։ Տեսեք նաև
Մարիա Զախարովա անունով այդ կինը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը կրկին հիշեց 44-օրյա պատերազմը եւ կրկին ապատեղեկություն տարածեց, ասելով, որ դուք չէիք ճանաչում Արցախը, խոսքը Հայաստանի մասին է եւ դուք պահանջում եք հապկից, որ գային օգնեն։ Նման բան երբևէ չի եղել, հապկի մասին խոսք է գնացել 21-22 թվականին, երբ հայկական սուվերեն տարածք էր ներխուժել Ադրբեջանը եւ Ռուսաստանը ասեց, մենք չգիտենք որտեղ է ձեր սահմանը։ Ինչու է այս կինը կրկին ակտիվացել։ Եվ այստեղ շատ կարևոր շեշտել ոչ միայն ՀԱՊԿ, այլ նաև Ռուսաստանը չի աջակցել, որտեղ մենք նաև երկկողմ ձևաչափով դիմել ենք Ռուսաստանին համաձայն 97 թվականի փոխօգնության այդ պայմանագրի հիման վրա, որ իրեն գան եւ պաշտպանեն մեր տարածքային ամբողջականությունը, այսինքն թե ՀԱՊԿ-ն է մեզ մերժել, եւ թե Ռուսաստանն է առանձին մերժել։ Բնականաբար Ռուսաստանը մերժում է, նշանակում է ՀԱՊԿ-ն է մերժում, բայց այդ շատ կարևոր է ֆիքսել, որ ամբողջ բարդությունը չդնենք, որ ՀԱՊԿ մենք սառեցել ենք եւ այլն։ Ոչ, մենք նաև պետք է մեր համագործակցությունը եւ 97 թվականի այդ պայմանագիրը չեղալ համարենք կամ սառեցնենք կամ չգիտեմ ինչ անենք, բայց չի գործել 97 թվականի համաձայնագիրը։ Այդ ռուսական ռազմաբազայի հարցը պետք է լուծենք։ Ես կարծում եմ մենք պետք է գումար գանձենք այդ ռազմաբազայի համար։ Ի վերջո ինչ է անում այդ ռազմաբազան այդտեղ։ Արդյոք այսօր կա մի գիտակից քաղաքացի, ով պատկերացնում է, որ Թուրքիան ուզում է գրավել Դիցուք Գյումրին եւ ռուսաստանցի այդ զինվորներն այդտեղ պաշտպանում են եւ թուրքերը վախենում են։ Իսեր Աստծո։ Չի կարող նման բան լինել։ Այսինքն չէ որ ռուսական ուղեկալները տեղակայվեցին Ջերմուկուն եւ ադրբեջանցիները հարձակվեցին, իսկ ռուսները 1 ժամ շուտ թողում էին իրենց ուղեկալները։ Եվ նույնը տեղի ունեցավ Արցախում ռուս խաղապահների մինչև 25 թվի պետք է մնային, չմնացին 23-ին արդեն նրանք էին ուղեկցում եւ ամբողջ տեխնիկան հանում էին։ Այսինքն մենք վճարում ենք մեր անվտանգության համար ռուսական ռազմաբազային, թե Գյումրիում, թե ավիաբազան Էրեբունիում, Երևանում, իրենք չեն կատարել։ Տիկին Զախարովային անդրադառնանք, ինչու է նա ապատեղեկատվություն տարածում։ Տիկին Զախարովը որն է մեսիջը։ Ես դες հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նախագահ Պուտինն ասաց, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա երբեք հարձակում չի եղել։ Եղել է Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, Հայաստանի մաս չէ։ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մաս, հետեւաբար ՀԱՊԿ-ը այնտեղ գործ չունի անելու։ Դե կներեք, եթե նույնիսկ Հայաստանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը անկախ կամ Հայաստանի մի մաս, իսկ ով ասաց, որ ՀԱՊԿ-ը այդ ժամանակ պետք է գործեր։ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները նույնպես պետք է ճանաչեն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մաս է, որպեսզի գան եւ պաշտպանեն։ Հասկանում եք, այդ որ իրանք ամեն անգամ ասում են Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից, որ ճանաչվել որպես անկախ, ենթադրենք ճանաչեցին որպես անկախ, ՀԱՊԿ-ի ձևաչափը որտեղ է այստեղ։ Էլի չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղը ենթադրենք անկախ է, ճանաչեցին, հետո հա չի մտնում ինքը ոչ Հայաստանի կազմի մեջ, ոչ ՀԱՊԿ-ի կազմի մեջ, ինչի պետք է ՀԱՊԿ-ը գար պաշտպանել Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն իրենք թե ստում են, թե իրենց սուտը, իրենց ստի մեջ երկրորդ սուտն են առաջ բերում։ Նույնիսկ եթե մենք մի բան հասկանանք, որ իրենք ճիշտ են ասում, բայց իրենք հենց իրենց ճշտի մեջ երկրորդ սուտն են ասում, որ ՀԱՊԿ-ը ժամանակ կգա։ Եվ դա անում են բարձրաստիճան պաշտոնյաների, շուրթերից է հնչում։ ՀԱՊԿ-ը միայն կարողանար պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մաս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունը ասել, այո, մենք ձեր մի մասն ենք։ Եվ ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններն ասեն, այո, մենք ճանաչում ենք, այսինքն պատկերացնում եք Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը, այնտեղ ելով մնաց, բոլորը ճանաչում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մաս։ Դա աներևակայելի մի բան է, դա երբեք տեղի չի ունենա։ Իրենք նույնիսկ ՀԱՏՄ նիստը, եթե հիշում եք 16 թվականի քարոզիա պատերազմի ժամանակ հետաձգեցին Երևանից, որտեղ Նազարբաևն ասաց Ադրբեջանի եղբայրը նախագահը մեր եղբայրն է, մեր ընկերն է։ Այսինքն տնտեսական այդ նիստը, որ պետք է տեղի ունենա Երևանում, այո, տեղափոխեցին։ Այո, 16 թվականին քարոզիա պատերազմից հետո տեղափոխեցին Մոսկվա։ Եվ մերոնք խելոք գնացին Մոսկվա։ Պետք է բոյկոտեին հենց այն ժամանակ, ասել մենք չենք գալիս։ Այստեղ պետք է լիներ, այստեղ ենք անում։ Տեղափոխում եք, մենք չենք գալիս։ Նաև փորձենք ամփոփել, արդեն եթե այն ժամանակը սպառվում է, պարոն Բլեյան, նաև շատ ուշագրավ մի դեպք տեղի ունեցավ, որ Ուկրաինան հարվածեց նաև իրանական նավթերին եւ Իրանի արտգործնախարարությունից շատ կոշտ արձագանք հնչեցրեցին Զելենսկու հասեին։ Ինչ է կատարվում այս մասով, կցանկանայի ձեր մեկնաբանությունը լսել։ Ռուսաստանն է նույնպես ներքաշում այստեղ արդեն այս ամեն ինչի մեջ Իրան, Ուկրաինա, թե սա ուղղակի այդպես ստացվել է։ Ես շատ ուրախ եմ, որ այդ կոնֆլիկտը
ոնց որ կանգ առա, որովհետև շատ կարճ տևեց, մի քանի ժամ եւ ավարտվեց։ Շատ լուրջ էսկալացիայով ուկրաինական կողմը շատ լուրջ դիվանագիտական աշխատանք կատարեց եւ հասկացրեց, իդեպ բոլորին վերջերս մի տեսանյութ էին տարածել, կարծեմ 3 թե այսօր, որտեղ իբր թե ուկրաինացի զինվորները խոսում են, որ գալու են Իրանը մասնատեն, հարվածեն եւ այլն եւ այլն, եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը անմիջապես կապտվեց իր գործընկերոջ հետ Իրանի հետ, ասաց, որ մենք կապ չունենք այդ տեսանյութը, դա ֆեյք է, իրենք փորձում են մեզ իրար հետ պատերազմել, մենք ցանկություն չունենք երկրորդ ֆրոնտ բացվելու համար եւ ես իհարկե հասկանում եմ։ Բայց միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ այդ շախեդները որ կան, որ Ռուսաստանն օգտագործում է, Իրանից են վերցել։ Հետևաբար, այսպես թե այնպես Իրանը ունի իր մասնակցությունը այդ պատերազմում, որտեղ այդ շախեդը վաճառել է առաջինը Ռուսաստանին եւ Ռուսաստանն օգտագործում է այդ շահեդներն առ այսօր, բայց միևնույն ժամանակ Իրանը մեր հարևանն է, մեր կարևորագույն գործընկերներից մեկն է, դաշնակից երկիրը։ Շուտով կդառնանք ռազմավարական գործընկերներ, ես անհապեր սպասում որ մենք գազային մեծ պայմանագրեր կնքենք իրար հետ, որպեսզի կախվածությունը նվազեցնենք Ռուսաստանից, որպեսզի ստիպված չլինենք միմիայն դիցուկ Ադրբեջանից գազ գնել, այլ կարողանանք Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան, նույնիսկ Ռուսաստանը 4 տեղից գազ գնել, այսինքն կախվածություն չունենք մեկ երկրից։ Մենք գիտենք, որ նավթավերամշակման առումով իրենք առաջարկ են արել, որպեսզի նավթավերամշակում անենք, իրագործենք Հայաստանում։ Հետևաբար կարևոր չէ թե Իրանում եւ ներողություն Վրաստանում ինչպիսի իշխանություն կա, մեր սրտի իշխանությունն է թե ոչ։ Իրենք մեր կարևորագույն հարևաններն են եւ մենք պետք է կարևորագույն նշանակություն տանք թե Վրաստանին, թե Իրանին։ Միևնույն ժամանակ իհարկե Միացյալ Նահանգները մեր ռազմավարական գործընկերն է եւ անփոխարինելի գործընկեր է միջազգային հարաբերություններում եւ իր շնորհիվ Միացյալ Նահանգների է եւ իր նախագահի է, որ Ադրբեջանը ընկել է կառուցողական դաշտ, փոխվել է Ռուսաստանից, ել չի աշխատում որպես բուտ գործիք Ռուսաստանի ձեռքում մեր գլխին ինչպես մի քանի տարի շարունակ նա աշխատում էր։ Բայց այդուհանդերձ չեք կանխատեսում, որ ուկրաինական իրանական պատերազմը որևէ այլ զարգացում կունենա։ Մարեց կրակ այսպես ասած։ Չեմ ուզում ցանկանամ այդպիսի բան, մանավանդ որ տարածաշրջանում կարծես թե այլ սցենարով է դա ուրվագծվում, արդեն ոչ միայն Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ են ներքաշված, հուսիտներն են Եմենի ներքաշվել, բավականին եռում վիճակ է ներքաշվում, Իրաքն է, Իրաքի մի մասը ներքաշվում, շատ վտանգավոր իրավիճակ է եւ հույս ունեմ, որ դա տեղի չունենա, ի վերջո Միացյալ Նահանգներն ու Իրանը կգան համաձայնության, որ այս հրադադարը պետք է նորից վերականգնվի, պետք է շարունակվի, այն տնտեսական համագործակցության սկիզբը որ իրանք դրել են պետք է շարունակվի եւ Իրանի համար էլ դա շատ կարեւոր է։ Ի վերջո Իրանն էլ շատ լուրջ տնտեսական խնդիրներ ունի եւ Դոնալդ Թրամփն առաջարկում է որպեսզի տնտեսական շատ լուրջ պրոյեկտներ իրագործվեն։ Ընդհանրապես պետք է ռուսներից յան տակ կներեք արտահայտության համար։ Ընդհանրապես պետք է հասկանաք այդ հուսիտները կապ չունեն Եմենի հետ։ Լիբանանն էլ պետք է ինքնիշխան պետություն լինի։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Բաքվի վերաքննիչ դատարանում էլ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է, դատավորները անցել են որոշման կայացման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հուլիսի 31-ին կայացած նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություններ ներկայացրել դատարանին, չեղյալ հայտարարելու ստորին դատարանի դատավճիռը եւ արդարացնելու իրեն։ Օրվա քրեական մյուս նորությունները տեսաշարով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ փոխհատուցում ստանալու պահանջով։ Հայցը վերաբերում էր Փաշինյանի 2025 թվականի հունիսի 5-ին կառավարության նիստում հնչեցրած կաշառակեր արտահայտությանը։ Դատարանը վճռել է, որ այդ արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն չէ, հիմնված Քոչարյանի մասնակցությամբ նախկին քրեական գործի հանգամանքների եւ դատական ակտերի վրա, ուստի այն չի համարվում զրպարտություն, արդյունքում հայցն ամբողջությամբ մերժվել է։ Մեղադրանք է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնակատարին, որը նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, այնուհետև անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակիցը ճանաչել
կառուցել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը եւ կնքվել է 75 միլիոն դրամ արժեքով պայմանագիր։ Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Մուլտիտրանսպորտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Լոռու քրեական ոստիկանության ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում վնասազերծել են 3 հանցավոր խմբավորում, այդ թվում 16 եւ 19 անդամից բաղկացած կազմակերպված խմբեր։ Բացահայտվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տասնյակ դեպքեր, սպանության փորձից մինչեւ առևանգումից մինչեւ քրեական ենթամշակույթի եւ հանցավոր կազմակերպությունների գործունեություն։ Բոլոր ներգրավված անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մի շարք մեղադրյալներ կալանավորվել են։ Ներքին գործերի նախարարության տվյալներով հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։ Պետեկամուտների կոմիտեն Multi-Rest House-ում հայտնաբերել է 78.4 միլիոն դրամի թաքցված հարկեր։ Ըստ ՊԵԿ-ի 2023-ից 26 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, նվազեցնելով աշխատողների վարձատրության եւ իրացման շրջանառության իրական ծավալները։ Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ համակարգված եւ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։ Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել, ապտեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ծրագրում են վերջին ժամանակների ընթացքում Իրանի էներգետիկ կենթակառուցվածքների նկատմամբ ամենալայնամասշտաբ ռմբակոծություններից մեկը, հաղորդում է CBS News-ը, հղումանելով իրազեկ աղբյուրներին, ըստ որոնց հարվածները կարող են սկսվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները քննարկել են գործողությունը ավարտելու հնարավորությունը մինչև 2 շաբթի ֆինանսական շուկաների բացվելը, մտահոգվելով, որ ռմբակոծությունները կարող են բացասաբար ազդել ամերիկյան եւ համաշխարհային տնտեսությունների վրա։ Սակայն գործողության ավարտի վերջնական ժամկետը դեռևս որոշված չէ։ Ամերիկյան մի շարք աղբյուրների խոսքով Իսրայելը տեղեկացված է ծրագրերի մասին եւ համակարգում է իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական թույլտվություն չի տվել հարվածներ հասցնելու համար, հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։ Պենտագոնի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Պենտագոնը չի մեկնաբանի հնարավոր թիրախները, քանի դեռ նախագահը վերջնական որոշում չի կայացրել։ Ռուսաստանը այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Կիևի իշխանությունների հաղորդմամբ առնվազն 9 մարդ է զոհվել, 30 այդ թվում 4 երեխա վիրավորվել։ Մասամբ փլուզված շենքի փլատակներում դեռ մարդիկ կան։ Կիևի բնակիչները հայտնել են 1 տասնյակից ավելի պայթյունների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ գրոհի հետևանքով տուժել են Կիևի 7 շրջաններ։ Վնասվել է 18 տուն, Լիտվայի դեսպանատունը եւ ենթակառուցվածքներ։ Նա նշել է, որ գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 35 հրթիռ, այդ թվում 27-ը բալիստիկ եւ 185 հարվածային անօդաչու թռչող սարք։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով։ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետ քաշումն Իրանի հարվածներից հետո։ Թեհրանը մշակել է լայնածավալ ծրագիր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից հնարավոր հարձակումներին արձագանքելու համար։ Մենք ամերիկյան լրատվամիջոցների կողմից Իրանի ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների մասին հաղորդագրությունները խելագարություն ենք համարում։ Մենք պատրաստել ենք համապարփակ արձագանքման ծրագիր, որը ներառում է սիոնիստական ռեժիմի կարևորագույն ենթակառուցվածքները եւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքները, հայտնում են Թեհրանից։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դա կպահանջի զիջումներ երկու կողմերից էլ։ Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս նշել է, որ ինքը վերջ է դրել 8 պատերազմի եւ որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ Ես կարծում եմ, որ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել, ասել է նա։
Ֆրանսիան զորքեր ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Նշենք, որ Իսպանիան Մարոկոից Սեուտա ժամանած ավելի քան 60,000 միգրանտից հետ է վերադարձրել մոտ 40,000-ին։ Իտալիան 30 օրով վերականգնել է սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ։ Վերահսկողությունը կկիրառվի օդային եւ ծովային ճանապարհով Իտալիա ժամանող ուղևորների նկատմամբ։ Որոշումը պայմանավորված է Սեուտայում միգրանտների աննախադեպ հոսքով դեպքի առնչությամբ։ Մտահոգություն են հայտնել նաեւ Ֆինլանդիան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հիշեցնենք, վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել մինչև 49,000 անօրինական ներգաղթյալ։ Ավելին, առնվազն 19 մարդ մահացել է քաղաք հասնելու փորձ կատարելիս։ ԵՄ նախկին արտգործնախարար Ժոզեփ Բորելը մեկնաբանելով Իտալիայի իշխանությունների հայտարարությունները Իսպանիայի հետ ազատ սահմանային անցման վերաբերյալ Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու պատրաստակամության մասին, Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով հայտարարել է, որ ԵՄ ոչ մի անդամ պետություն իրավունք չունի միակողմանիորեն մեկ այլ երկրի բացառել Շենգենյան համաձայնագրից կամ կասեցնել դրա մասնակցությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացված ավիահարվածների ընթացքում սպանվել են Համասի մատակարարման հարցերով պատասխանատու Մուհամմադ Ալ-Աբեդը եւ հրամանատար Ահմադ Մուհամմադ Անքարին։ Նրանց տվյալներով նրանք ներգրավված էին զենքի մատակարարման եւ Իսրայելի դեմ հարձակումների ծրագրավորման մեջ։ Տարիներ շարունակ մաշված ջրագծեր, հաճախակի վթարներ, հաշվի առնելով ամենախնդրահարույց համայնքների առաջնահերթ կարիքները, Վիոլիա ջրընկերությունը շարունակում է փուլ առ փուլ վերակառուցել ջրամատակարարման համակարգերը։ Հերթարարատի մարզի Զորակ, Արևշատ եւ Լանջազատ համայնքներին է, որտեղ առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրականացվեն 274 միլիոն դրամի ներդրումային աշխատանքներ։ Ջրամատակարարման տեսանկյունից Արարատի մարզը շարունակում է մնալ հանրապետության ամենաբարդ տարածաշրջաններից մեկը։ Տարիների ընթացքում կուտակված ենթակառուցվածքային խնդիրները, մաշված ջրագծերն ու ջրի զգալի կորուստները շարունակում են դժվարություններ ստեղծել ինչպես ջրամատակարարի, այնպես էլ բնակիչների համար։ Թեև Վիոլիա ջրընկերությունը մարզի սպասարկումը ստանձնելուց ի վեր հետևողական ներդրումներ է կատարել, որոնք արդեն իսկ նպաստել են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված։ Դրանց լուծման նպատակով ընկերությունը 2026 թվականին եւս պկածի շրջանակում շարունակում է իրականացնել պարտադիր կապիտալ աշխատանքներ։ Դրանք են Զորակը, Արևշատը եւ Լանջազատը։ Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 274 միլիոն դրամ ներդրում, որից 90 միլիոնը Զորակում, 154 միլիոնը Արևշատում եւ մնացած 29.5-ը Լանջազատ համայնքում։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է 12 ամիս ժամկետ եւ այս ընթացքում աշխատանքների իրականացման արդյունքում մենք ունենալու ենք մոտավորապես 29 լիտր 3 համայնքները միասնական 29 լիտր ջրի տնտեսում։ 3 բնակավայրերում էլ ջրագծերը խիստ մաշված են եւ քայքայված, հաճախակի վթարները, ապօրինի միացումներն ու դրանց հետևանքով առաջացող ջրի զգալի կորուստները, հատկապես ամռան ամիսներին, երբ սպառումը հասնում է առավելագույնի, հանգեցնում են ճնշման անկման եւ ջրամատակարարման ընդհատումների։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ հին ջրագծերի զգալի մասն անցնում է սեփականաշնորհված տարածքներով, ինչի հետևանքով դժվարանում են ինչպես դրանց սպասարկումը, այնպես էլ վթարների արագ վերացման աշխատանքները։ Բոլորը անխտիր այստեղ ունեն այդ պաշարապատ ծավալներ ու բոլորի ծորակները դե բնականաբար բաց է։ Հետևաբար միջև բոլորի բակերը չի լցվում, հագենում, այդ կլապան ասվածները նոր փագում են այդ ջուրը, իրենց ծորակը, նոր դրանից հետո ջուրը ոնց որ շարունակում է իր հետագա ընթացքը, էլի հա, այսինքն ամբողջությամբ ցանցը հագեցնելով նոր կարողանում ենք ճնշումը ապահովել, բարձրակ շենքերին ջրով ապահովել։ Այս է իրականում մեր մարզի ջրամատակարարման են հիմնական բարդությունը։ Ծրագրով նախատեսվում է բնակավայրերի 200 բաժանորդի համար վերակառուցել 9 կիլոմետր ջրագիծ։ 1300 մետր կառուցած է։ Ու սա չի մտել։ Էսի չի մտել, սրա հորերը տեղադրած է, այս դիտահորերը։ Հիմա այս ճյուղերի վրա տնային միացումներն է կառուցում։ Մասիս խոշորացված համայնքի Զորակը ծրագրում ընդգրկված ամենախնդրահարույց բնակավայրերից մեկն է, որտեղ մաշված ջրագծերի պատճառով հատկապես ամռանը ջրամատակարարումը հաճախ է խափանվում։ Գյուղը ջուր է ստանում նորաբացի օրվա կարգավորիչ ջրամբարից։ Նախատեսվում է փոխարինել մոտ 1.5 կիլոմետր երկարությամբ ջրատարը, ինչպես նաև համայնքի 3.2 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցը։ Իրականում Զորակ գյուղի խնդրեմը շատ խորն է, մարզի
վատ առումով այն բացառիկ գյուղն է, որտեղ կորուստը կազմում է 95%, այստեղ ահավոր մեծ է իրականում կորուստը եւ կատարված աշխատանքները բնականաբար միտվելու են նրան, որպեսզի առաջնային եւ վթարավերականգնողական աշխատանքներից այլևս խուսափենք եւ բնականon ջրամատակարարումը ապահովենք բնակիչներին, այլ նաեւ այստեղ կորուստի բնականաբար մեծացում է ակնկալվում, որը էական է լինելու հավաստում եմ։ Նմանատիպ աշխատանքներ նախատեսված են նաեւ Արևշատում, որտեղ նույնպես գործող ջրագծերը տարիներ շարունակ շահագործվել են առանց հիմնանորոգման։ Արևշատում էլ կվերակառուցվի գյուղը սնող գլխավոր ջրատարը, կկառուցվի մոտ 5 կիլոմետր նոր ջրամատակարարման ցանց։ Խնդիրը շատ լուրջ է, որովհետև այս ջրագիծը կառուցված 1937 թվականին արդեն այնքան հնամաշ ու քայքայված է, որ որոշակի ջրաքանակի ավելացումը հանգեցնում է ճանապարհային դիմադրության մեծացման, ինչն էլ բերում է անընդհատ վթարավերականգնողական աշխատանքների է հանգեցնում։ Այդ իսկ պատճառով հրատապ որոշում կայացվեց, որպեսզի այս ջրատարը փոխարինվի եւ վերակառուցվի նոր պոլիէթիլենե խողովակներով։ Բնականաբար այս կատարվող հսկայածավալ աշխատանքներից հետո թվով 14 բնակավայրերում ունենալու ենք անխափան ջրամատակարարում։ Ծրագրի երրորդ հասցեն Լանջազատն է, որտեղ խնդիրը պայմանավորված է վթարված խողովակաշարով եւ ջրի զգալի կորուստներով։ Լանջազատում արդեն շահագործումից դուրս կբերվի գործող վթարված խողովակաշարը եւ դրա փոխարեն կկառուցվի նոր 750 մետր երկարությամբ ջրագիծ։ Ակնկալվում է այս բոլոր աշխատանքներից հետո արձանագրել վայրկյանում 29 լիտր ջրի տնտեսում։ Լանջազատ բնակավայրում իրականացնում ենք 500 մմ-անոց թուջը ջրագծի շահագործումից հանելու համար աշխատանքներ ենք իրականացնում եւ կառուցելու ենք 160 մմ-անոց ջրագիծ ենք կառուցելու, քանի որ հետխորհրդային տարիներից մնացած այդ ջրագիծը արդեն շատ քայքայված եւ հնամաշ է, անցնում է 100%-ով ամբողջությամբ անցնում է սեփականաշնորհված տարածքների ներսով եւ ուղղակի հնարավոր չէ սպասարկում իրականացնել, վրան ամբողջությամբ կառուցված են շենք-շինություններ եւ նշված ջրագծի վրա փաստացի արդեն հայտնաբերել ենք, որ ունենք մոտ 15 լիտր վարկյան գաղտնի վթար ունենք այդ ջրագծի վրա։ Չնայած տարիներով կուտակված խնդիրներին Արարատի մարզում ջրամատակարարման համակարգի արդիականացումը շարունակվում է։ Վիոլիա ջրի հետևողական ներդրումներն ու փուլային կապիտալ աշխատանքները մարզում քայլ առ քայլ ձևավորում են ավելի արդյունավետ, հուսալի եւ կայուն ջրամատակարարման համակարգ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այս ժամի համար ցտեսություն։